11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքից մինչև միջուկային ոլորտի համագործակցություն խոստացավ Հայաստան եկած ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Էլ ինչ արեց ու ասաց ԱՄՆ փոխնախագահը 24 ժամում Երևանում։ Vance-ը եկել էր ընտանիքով, առանձին Փաշինյանի հետ խոսեց, ստորագրեցին համաձայնագիր, առավոտյան ցեղասպանության հուշահամալիր այցելեց։ Հիմա ավելի մանրամասն։ Vance-ը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ միակ փոխնախագահն է ու ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եւ հպարտ է այդ առիթով։ I am proud to be the first vice president of the United States to visit this beautiful country. Թարգմանության վրիպակի պատճառով որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե նա խոստացել է ամերիկյան 9 միլիարդ դոլարի ներդրումներ։ Դա այդպես չէ ու խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է։ Vance-ն ու Փաշինյանը ստորագրել են միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին համաձայնագիր։ Սա նշանակում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում գործակցություն ամերիկացիների հետ, որով Հայաստանը հնարավորություն կստանա Ամերիկայից տեխնոլոգիաներ գնել։ Թե ուղիղ մեջ բերենք Vance-ին, երբ վերջնական հաստատում լինի, կստացվի մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Թե կոնկրետ ինչ է գնվելու, երբ եւ ինչի համար Vance-ը չհստակեցրեց, բայց հայտնի է, որ Երևանը բանակցում է Վաշինգտոնի հետ մոդուլային ատոմակայանի կառուցման հարցով։ ԱՄՆ փոխնախագահը նաեւ թրիփից խոսեց։ Ասաց, այն բացելու է առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի նոր աշխարհ այս տարածաշրջանում, որը աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի եւ նրա հարևանների միջև ու կբերի խաղաղություն։ Vance-ի այցի ընթացքում առաջին անգամ տեղեկացանք նաեւ, որ Հայաստանն Ամերիկայից ԱԹՍ-ներ է գնում։ Հայաստանի պաշտպանության նախարարը այս ֆոտոները հրապարակեց ու հայտարարեց. այս հետախուզական ԱԹՍ-ն Հայաստանում է, իսկ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը նոր փուլում։ Սրանք իրական մարտական գործողություններում օգտագործված ԱԹՍ-ներ են, հիմնականում Ուկրաինայում։ Այսինքն փորձված է ժամանակակից պատերազմում, առնվազն թիրախներ հայտնաբերելու գործում։ Ընկերության տվյալներով միայն 2025 թվականին անօդաչու թռչող այս սարքերը մարտական գոտում հայտնաբերել են ավելի քան 200 ռուսական թիրախ։ Ամերիկյան արտադրության այս ԱԹՍ-ները պաշտպանական նշանակության են ու կարող են զարգացնել բանակի հետախուզական կարողությունները։ Ըստ վերլուծությունների, հաշվի առնելով գինը, Հայաստանը կարող է այսպիսի 15-ից 20 ԱԹՍ ձեռք բերել 11 միլիոնով։ Այս այցից պարզ դարձավ նաև, որ հաստատվել է Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակն արտահանելու թույլտվությունը։ Նման չիպեր ըստ Vance-ի աշխարհի մեծ մասում պարզապես գոյություն չունեն։ Դրանք կօգտագործվեն արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու համար։ Ակնկալվում է, որ նախագծի առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվա ընթացքում։ Իդեպ, փոխնախագահին Հայաստանում այսպիսի պաստառներով դիմավորեցին։ Հայ գերիների մասին հարցին Vance-ը Բաքու գնալուց առաջ պատասխանեց. դրա մասին խոսել են, թեմային կանրադառնան։ Are we going to talk about the Armenian prisoners? That's certainly going to come up. Vance-ի հրապարակային հանդիպումներում, բայց խոսք չհնչեց արցախցիների հնարավոր վերադարձի մասին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Գրեց ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Խաղաղության մասին այս մեսիջներից հետո Vance-ը Երևանից Բաքու մեկնեց։